Հայքասթի տաղավարում Հոնի Աբրահամյանին հյուրընկալվել էր դերասանուհի և բլոգեր Էմմա Շաբոյանը։ Star News-ը հետևեց հաղորդմանը, որի ընթացքում Էմման պատմեց ԱՄՆ տեղափոխվելու մասին։ Լացելով եմ եկել, շատ չուզենալով, պատրաստ չլինելով։ Եկա այստեղ ու այս 8 ամսից կլինի արդեն 1 ամիսը, որ այդ վատ էմոցիոնալ շրջանից դուրս եմ եկել։ Ուրիշ է, երբ դու քո կամքով, դու քո երազանքով հայտնվում ես մի տեղ, որի մասին երազել ես, որի մասին ունես ինչ-որ պատկերացումներ։ Բայց ուրիշ է, երբ դու դա անում ես հարկադրաբար, դու դա արել ես, որովհետև այդպես էր պետք։ Շատ ծանր օրեր եմ ունեցել։ Ես վարում էի Հայաստանում 14 թվի մեքենա և կարծում եմ ավելի երջանիկ էի, քան հիմա, որ վարում եմ 25 թվի մեքենա, որը ավելի թանկ արժի, ավելի ճոխ է, բոլորի համար երազանք է։ Մարդը հարմարվող էակ է, բայց միևնույնն է, այստեղ շատ բաներ ավելի թերի են, քան Հայաստանում։ Բայց և այնպես, այս երկիրն ունի հնարավորություններ, որը ցավոք սրտի չունի Հայաստանը։ Զրույցի ընթացքում խոսեց նաև վախերից ու անհանգստություններից։ Առաջին տագնապս այն է, որ հասցնեմ բավականաչափ ժամանակ տրամադրել երեխայիս։ Հասկանում եմ, այնքան եմ հոգնում, որ նախկին էներգիան ու ռեսուրսը չեմ կարողանում ներդնել իմ երեխայի հետ երկար զբաղվելու։ Ինձ համար մեծ վախ է, որ հայերենը չմոռանա։ Կարծում եմ կտանեմ հայկական դպրոց։ Ինձ մոտ էդ վախն էլ կա, որ լսում եմ էստեղ դպրոցներում ինչեր են կատարվում։ Հիմա մտածում եմ, եթե այս կերպ աշխատեմ, բա ոնց եմ անելու։ Կարոտի մասին խոսելով Էմման անկեղծացավ։ Կարոտը գնալով շատանում է։ Ես շատ էմոցիոնալ մարդ եմ։ Անգամ չեմ կարողանում, երբեմն մարդիկ կան, իրենց հետ խոսեմ։ Star News-ը սիրով հարցազրույցից առանձնացրել էր այսքանը, այժմ հոլովակներ ինստագրամյան հարթակից առանց մեկնաբանության։ Բա? Վայ, շատ սիրուն ես, էլ պտտվի մի հատ տեսնեմ քեզ։ Էդ ինչ ես հագել։ Շոր։ Հա, շատ ընտիր է, շատ լավ է ստացվել։ Ուր ենք գնում։ Ուր ենք գնում։ Հա։ Սիրելիներս, բարի օր, այսօր այսենց տրամադրությամբ եմ արթնացել, մի տեսակ սիրտս ուզեց քիփ մազերս հավաքեմ, ընկել եմ մազերիս հետևից լրիվ, բայց ասեք, որ լավ է, այսօր դուրս գալիս է, չենց մի հատ էլ վերջին շպրիխը, և այսպիսի լուքով այսօր շարժվում ենք առաջ, ինչ արև է, հրաշք, այսինչ արևոտ օր բոլորիս, ես թրայիմ գործերին, դուք էլ թրեք ձեր գործերին։ Ժողովուրդ, մինչև ես շտապեմ իմ մնացած գործերին, ուզում եմ շտապել ձեզ ասել, որ դուրս է եկել այն հարցազրույցը, որի մասին ինձ շատ հարցնում էիք, թե երբ է լինելու, երբ կարող եք դիտել, արդեն կարող եք դիտել YouTube-ում, այստեղ թողնում եմ լինքը, կարող եք մտնել եւ տեսնել իմ չափազանց անկեղծ հարցազրույցը, որտեղ պատմել եմ Միացյալ Նահանգներում իմ ապրումների, իմ տեղափոխության, մի խոսքով իմ ամեն ինչի մասին կիսվել եմ լիովին անկեղծ։ Հուսամ ձեզ դուր կգա եւ դուք ու անպայման մեկնաբանություններում կգրեք հավանեցիք, թե չէ։ Ես էլ թռա, ձեզ բարի դիտում, եթե ժամանակ ունեք նայեք, եթե ուզում եք գալ Ամերիկա, եթե ձեզ հետաքրքիր է, ապա անպայման մտեք նայեք, հաստատ պետք կգա։ Գոնեք իմանաք մարդիկ ինչ են զգում, որ չասեք անհայրենիք։ Երեխեք, եկել եմ մի հայտարարությամբ։ Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ ես ոչ մի հիմար որոշումներ էլ չեմ կայացնում, ասեմ, որ կայացնում եմ։ Եվ այդ հիմար որոշումներից մեկը կառե կտրելն էր։ Ու ես որոշել եմ դադարեցնել իմ հիմար որոշումները, որովհետև հասկացել եմ, որ իմ հիմար որոշումները ուղիղ կապ ունեն նաև իմ հետևորդների հետ։ Ինչու՞։ Որովհետև ինձ լիքը մարդ գրել է, որ Էմմա ջան, մենք ձեզնից ոգեշնչված գնացինք ու մեր մազերը կառե կտրեցինք։ Ժողովուրդ կներեք, լուրջ եմ ասում, ես չգիտեմ, սրանից հետո ինձ կարող եք հետևել եւ հասկանալ ինչ չի կարելի անել, մինչեւ ես կփոխեմ իմ այդ բնավորության գիծը։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր կառ են կտրել ու փոշմանել են, կներեք, ես էլ եմ փոշմանել, թխեք թող գա։ Հուսամ ռիլը նայել եք, բայց հեսա սթորիում էլ կդնեմ, որ նայեք, թռա մի եղեք Էմմայի նման։ Եղեք խելացի ավելի։ Եվ մի բանը 10 անգամ չափեք, մեկ անգամ կտրեք։ Հով բայ այդ անձեռոցիկը ինչ ես փռել տակը տղես։ Հեն տղես։ Որ դնում եմ մեջ ու ուտեմ։ Հա։ Որ թափի վրա եմ։ Հա։ Հա։
Որ չկեղտոտվի տղես։ Հա, որ իմ շորը չկեղտոտվի։ Բայց այդ տենց որ սեղանը չկեղտոտվի։ Որ սեղանը չկեղտոտվի։ Օպրես խելացիս։ Խելացիս։ Խելքս։ Հələ կեր տեսնեմ ոնց ես ուտում։ Ով գիտես չէ կարելի է ափսեն մոտ բերել Հա, ու նոր ուտել։ չի կարելի ուտել։ Ինչի չի կարելի, որ մոտ բերես չես թափի ու քեզ ավելի հարմար կլինի։ Նո, մի փոքր ափսեն առաջ բեր։ Բանություն կարդացի, որտեղ գրել էին, որ ես 2x-ով արագացրել եմ վիդեոն։ Այն դեպքում երբ ոչ մի գրամ ես վիդեոն չեմ արագացրել։ Ինչ խոսք անարդար է, չեմ սիրում, որ ինչ որ մի բան անում ես, ասում են, հա, դե լավ, այդ ինքը չի արել, այդ տենց սարքել է կամ այդ ինքը չի կարողանում անի։ Մի անգամ էլի ուսանողական տարիներին եղավ նման դեպք ինձ հետ։ Իրականում այդ դեպքը կյանքում չեմ մոռանա, ուրեմն մի էտյուդում էի խաղում, որտեղ պետք էր, որ այն որ ձեռքով սուլում են, կարողանայի այդպես բարձր սուլել ու դասախոսս ասաց, եթե դու չես կարողանում, դու կարող ես դնել ձեռքդ, ուրիշը կսուլի, տպավորություն կլինի, որ դու ես անում ու ինձ մոտ արթնացավ այդ պրինցիպը, որ ոնց թե ուրիշը անի, ես կարող եմ եւ որոշեցի սովորել։ 1 ամիս տանջվեցի, տառապեցի, այս բերանիս հատվածում արդեն ինքան Մի խոսքով զզվացրել էի բոլորին, այն մարդիկ, ովքեր կարողանում էի սուլել, կանչում էի, ասում էի ոնց պիտի անեք, լեզուն ոնց պիտի լինի, ու այնքան էի փորձել, ձեռքերս ցավում էր, բերանս ցավում էր, մի խոսքով ստացվեց։ Ու ստացվեց այնպես, մինչև հիմա կարողանում եմ այդպես սուլել։ Ու ստացվեց այնպես, որ շատ լավ էր ստացվում արդեն, նենց բարձր էի սուլում, բոլորը զարմանում էին։ Ու որ տեսնում են աղջիկն ասում, ասես մի տեսակ զարմացած նայում են, չէ՞։ Մի խոսքով էտյուդը խաղացինք, քննությունը հանձնեցինք եւ մեր դասախոսներից մեկը, ով հանձնաժողովում էր նստած, ոնց որ կողքից մեկը ասել էր՝ «Մոլոդեց, ինչ լավ ասուլում», պտտվել էր, ասել էր՝ «Էդ ինքը չէր անում, այդ կողքից ուրիշն անում էր, ինքը ուղակի տենց դրել էր»։ Ես որ դա իմացա, այդ իմ տանջանքները, անկեղծ եմ ասում, հոդս ցնդեցին աչքիս առաջ։ Նույնը հիմա շուտ ասելուկների պահով Շատ նեղվեցի, որ գրում են, որ արավ։ Որ մի օր որոշեք դառնալ դերասան, ապա հիշեք, որ պետք է կարողանաք անել այս ամենը։ Ապրում են 3 ճապոնացի՝ յակ, ցիդրակ, ապրում են 3 ճապոնուհի՝ ցիպի, դրիպի, լամպոպոնին։ Ամուսացան յակն ու ցիպին, ցիդրակն ու ցիպի դրիպին, ցիդրակ, ցիդրոնին ու ցիպի դրիպի, լամպոպոնին։ Ունեցան յակն ու ցիպին շախ, ցիդրակն ու ցիպի դրիպին շախ ախմար, ցիդրակ, ցիդրոնին ու ցիպի դրիպի, լամպոպոնին շախ ախմար, ախմոնին։ Փոկակապ, տեփակապ, ծեփակապ, հակոպապի ինձ համար մի փոկ կապիր, մի տեպ կապիր, մի ծեպ կապիր։ Ես քեզ ասեմ փոկակապ, տեփակապ, ծեփակապ, հակոպապի։ Մեր տուն 3 ցերեկ եկան 3 ցերեկ գնացին, ձեր տունը 3 ցերեկ եկան 3 ցերեկ գնացին։ Ճանճը նստել սալի վրա, արծաթե տաշում, արծաթատաշ ճանճ պոչը չալ, բաշ ճակատատաշ ճանճ։ Ոչ քեզ ոչինչ, ոչ քեզ ոչինչ, բացի մկան պոչից, բացի ոչինչ։ Ոչ քեզ ոչինչ, քեզ։ Ծտի ճուտը ծառ ճմբանցերին, ծտի ճուտը ջիտը ծուր։ Քերի էլ արելի են քրելալոր անուշալրեն, էլի ար քերի։